Ողջույն։ 5 տարի առաջ այսօրը պատերազմ էր։ Այդ ողբերգական օրերը մեր մտքից դուրս չեն գալիս եւ ոչ մի օր։ Այդ կորուստները ավելի սուր են արտահայտվում, երբ հիշում ենք, որ 44 օր շարունակ մարդկանց ուղեղները պարզապես բթացրել են խաբելով, հաղթում են կարծրունական սուտ քարոզչությամբ։ Կորուստներն առավել խորն են ազդում մեզ վրա, երբ հիշում ենք, որ մի քանի անգամ հրաժարվել է դադարեցնել պատերազմը։ Հավատում էին մարդիկ կարծրունական փչոցներին։ Նիկոլը կոչով մարդկանց ոչ թե պատերազմի էր տանում, այլ ասում էր՝ գնացեք հաղթանակի տոնախմբության մասնակցեք։ Գնում էին ու զոհվում դեռ պատերազմի դաշտ չմտած։ Հիշում եմ, որ Արցախից եկողները տխուր բաներ էին պատմում, հասկանում էր, որ այդ ոգևորությունը, որ այստեղ իշխանությունն ու կեղծ քարոզիչները փչում են, այնտեղ չկա։ Այնտեղ իրականության գիտակցում է, իսկ հավատացողը ով էր։ Լրատվամիջոցներս հենց իրական մտահոգություններն էին հրապարակում, թիրախավորվում էինք եւ հասարակության կողմից եւ մինչեւ իրավապահ համակարգ։ Որ 44-օրյայի տարելիցին իշխանությունը չէր այցելելու եռաբլուր, հասկանալի էր եւ գովելի։ Նրանց այցը իրենց զոհերի շիրիմներին զայրացնում է։ Որ մինչ օրս պատասխանատվություն չեն կրել հրահրելու, պատերազմ բերելու, ամեն օր խաբելու ու պարտվելու համար, դա էլ է կարծում եմ ժողովրդի համար հասկանալի։ Սպասում ենք մինչև իշխանափոխություն։ Հասկանալի է մարդկանց համար եւս մեկ բան՝ հերոսների անունը թաքցնելը։ Քանի զոհ են Հայաստանն ու Արցախը տվել պատերազմում եւ ովքեր են նրանք։ Նիկոլը բողոքում է, թե պատերազմի զոհերի ուրճացված թիվը հրապարակվում։ Մեկ տարբերակ կա այդ խոսակցությունները դադարեցնելու՝ զոհերի անունների հրապարակումը։ 5 տարի է դա ենք պահանջում։ Ասում են՝ մտեք 1000+ հիմնադրամի կայքը, այնտեղ փոխհատուցում ստացածների մեջ փնտրեք։ Նախ այնտեղ խառնեն տարբեր ժամանակներում զոհվածների, վիրավորների տվյալները։ Բացի այդ, ոչ բոլորն են փոխհատուցում ստացել։ Մեզ մի ուղղորդեք ինչ-որ կայքերում քրքրելու։ Դուք մարդկանց անուն, ազգանունով վայենկոմատներից տարել եք, զոհ եք տվել, ուրեմն անուններով էլ ասեք ում եք զոհել, որ ձեզ չասեն դավաճան։ Եթե չեն հրապարակում, ուրեմն մտածում ենք, որ թաքցնելու բան ունեն։ Պաշտպանության նախարարության կայքն ես մտնում Պապիկյանի անկապ գործունեության լուսաբանումն է։ Կայքում պարտավոր է իշխանությունը բաժին բացել 44-օրյա պատերազմի զոհերի մասին ու անվանական բոլորին հրապարակել կենսագրությամբ, զոհվելու վայրով, հանգամանքներով։ Ժողովուրդը եւ զոհերի հարազատներն ասում են, չենք ասում պարգևավճարից ու падավատից ախրանայից հրաժարվեք, որ ասում եք ոչ։ Ասում ենք հրապարակեք մեր հերոսների անունները։ Հայաստանի հաջորդ վարչապետի առաջին քայլերից մեկը պետք է լինի հենց դա՝ հրապարակել զոհերի ամբողջական ցանկը։ Պատերազմի տարելիցին Նիկոլը հասել էր ՄԱԿ-ի ամբիոն ու կիսադատարկ դահլիճում ելույթ ունեցավ։ Դրանից մեկ օր առաջ ելույթ էր ունեցել Ադրբեջանի նախագահը ու Հայաստանի հասցեին վատ վիրավորական խոսքեր ասել։ Ասել էր, որ Հայաստանին հաղթել է եւ պատերազմում եւ խաղաղության բանակցություններում, այսինքն համ գրավել է, խաղաղության պայմանագիր կոչվածն էլ իր պահանջներով է։ Խոսել էր Զանգեզուրի Միջանցք եզրույթով։ Խոսել էր Հայաստանը կապիտուլացնելու մասին։ Մեկ օր անց ելույթ է ունենում Նիկոլը։ Լավ հնարավորություն ունենալով պատասխանել Ադրբեջանի նախագահին։ Ոչ մի պատասխան, ընդամենը ռետորական հարցեր, թե ինչ նկատի ունես Զանգեզուրի Միջանցք ասելով, հակասական խոսքեր։ Ասում է խաղաղություն է հաստատված, հետո ասում է, որ Ալիևի բառապաշարը ագրեսիվ է, նեգատիվ է եւ այլն։ Բայց ինչ խաղաղություն է հաստատվել, եթե այդպես է։ Ալիևն ասում է նույն ամբիոնից Զանգեզուրի Միջանցք ենք բացել, Ադրբեջանի բեռներն անարգել կանցնեն։ Նիկոլ ասում է խաղաղություն է հաստատված։ Ալիևի բառապաշարը գրգռում է, ասում է նեգատիվ է։ Ալիևն ասում է Հայաստանը կապիտուլացվել է։ Նիկոլն ասում է ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդհանրապես իրար չբռնող ելույթներ են։ Ոչ միայն Ալիևի ելույթը, Նիկոլի ելույթին, այլ Նիկոլի ելույթի մի խոսքը մյուսին։ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից ելույթ է ունենում արդեն 8 անգամ։ Մենք սովոր ենք, որ 8 անգամ չէ, 18 անգամ սուտ լսենք նրանից։ Հիմա պատկերացրեք, այդ դահլիճում նստածները նրան լսում են բոլոր 8 անգամն էլ։
Լսում են նրան, որ 2020 թվականի պատերազմից ուղիղ 2 օր առաջ, սեպտեմբերի 25-ին ասում էր. հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի ռազմական գերազանցությունը առասպել է։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ 2 օր հետո սկսում է պատերազմ։ Իհարկե, չեն կարող համոզել, թե չգիտեին, որ պատերազմ կսկսի 2 օրից։ Նորմալ հետախուզությունը վայրկյանների ճշգրտությամբ է հայտնում։ Նիկոլը մի քանի անգամ ֆռացրել է, օրը գիտեի, ժամը չգիտեի, կամ գիտեի, որ պատերազմ է լինելու, չգիտեի երբ է լինելու, բայց պատերազմից ուղիղ 2 օր առաջ ասում էր, ռազմական լուծումը անհնար է, ադրբեջանցի մրթին էլ կգամ, այդքանն էլ դեռ հեչ, այնպիսի բան էլ կհրապարակեմ, որ այդ երկիրը ներսից կքանդվի, բայց մռութներին գալու փոխարեն հանձնում է ու հանձնում։ Ադրբեջանը ներսից քանդելու փոխարեն քանդում է Արցախը, կտոր անում, հանձնում, հետո հանձնում է Հայաստանին։ Հիմա մարդը, որ ՄԱԿ-ի ամբիոնից հավատացնում էր, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում, Ադրբեջանին կջախջախի, նույն ամբիոնից ասում է խաղաղություն են բերել արդեն։ Տրամաբանական է, չէ, որ ինչքան առաջին ասածն էր ճիշտ, այնքան էլ երկրորդը։ 2020 թվականի ելույթն են լսում, որ պետք է ընդունվի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորվի հարցը։ 5 տարի հետո նույն մարդը նույն ամբիոնին կանգնում է Արցախը հանձնած, ինքնորոշման հարցը փակած, Մինսկի խումբը լուծարած։ 2020 թվականի նույն ամբիոնից ասում է, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը։ Հիմա ասում է Արցախն Ադրբեջան է եւ վերջ, թող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ապրեն Հայաստանում։ 2020 թվականին ասում է ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ 2025 թվականին կանգնել է ՄԱԿ-ի ամբիոնին արդեն անվտանգության սպառնալիքի գիրկը թռած։ Մեկ խոսում է այն մասին, իբր խաղաղությունը եկել է, համել են մասին, թե ունենք գերիներ։ Գերի էլ չի ասում, այլ անազատության մեջ հայտնված անձինք։ Ռազմագերի են, անազատությունը որն է, մտել են ներս, դուռը փակվել է վրեքները, նրանք գերի են, ռազմագերի։ Շատ են պետությունները, որոնց ղեկավարներից 8 տարի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ են ունեցել, բայց Հայաստանը միակն է, որի վարչապետը բոլոր 8 տարին էլ ասել է իրար հակասող բաներ։ Կարճ ասած։ ՄԱԿ-ում Նիկոլի ելույթը, կրկնում եմ, Ալիևի ելույթից հետո էր, լավ հնարավորություններ արձագանքելու, պատասխանելու։ Դրա փոխարեն ռետորական հարց են չեցնում։ Ինչ նկատի ունի Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով, կապիտուլյացիա ասելով եւ այլն։ Դա կարծում եմ Նիկոլն ինքը պետք է պատասխանի, թե ինչ ի նկատի ուներ Ալիևը։ Բանակցողը ինքն է։ Կարևոր է փաստերով իմանալը, իրականում Նիկոլը այլ բան է հասկացել այդ պայմանագիր կոչվածից, բանակցություններից, իսկ Ալիևը այլ բան, թե երկուսն էլ ճիշտ են հասկացել։ Ուղղակի Ադրբեջանի նախագահը ասում է այնինչ կա, Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է հիմարացնել ժողովրդին, ինչպես որ անում է արդեն շուրջ 8 տարի։ Գուցե կան այլ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններ, որոնք այս պահին հույժ գաղտնի են ժողովրդի համար։ Չէ՞ որ սա հանրությունից գաղտնի, թաքուն անելու եւ հանձնելու հարցում չեմպիոն է։